Եթե զանգեմ պապային ամեն ինչ պատմեմ, գալու է ու արունահեղությունն է լինելու։ Պապան հանգիստ տեղը չի նստելու։ Շախոնցներն էլ ամեն ինչի ունակ են։ Չեմ հասկանում, ես ինչ վերաբերմունք է իմ հանդեպ։ Որ դրսում սպասես կհասկանաս։ Մի օր հետս լավ եք, մի օր սիրալիր եք, հետո կոպիտ եք, հետո արհամարում եք։ Ես ուղղակի իմ աշխատանքն եմ կատարում։ Ես հասկանում եմ, որ ինձնից հատուկ վերաբերմունք ես սպասում, բայց կներես, մի այսքան զբաղված չեմ կա։ Ոչ մի հատուկ վերաբերմունք էլ չկա։ Երևում է, որ մոտենում եմ, ջերմությունից հետ քիչ անում վառվ եմ։ Դե լավ եկել ես, երևում մի քիչ կոլորես։ Ինչ ես մտածում, պապ։ Միքայելը շատ լուռ է։ Կարծում ես ինչ-որ բան է պլանավորում։ Դրա համար էլ լուռ է, ինչ-որ բան պլանավորում է։ Բայց վախենալու բան չեմ տեսնում։ Ես չեմ վախենում, ընդամենը վերլուծում եմ։ Էլ ինչեր են մեզ սպասվում։ Ինչ պետք է անի։ Այն ինչ որ միշտ արել է։ Այն ինչի որ ես չեմ սպասում։ Անակնկալ հարվածներ։ Էդ է Միքայելի ձեռագիրը։ Մամ, մենք պիտի նստենք ու հանգիստ խոսենք։ Ինչ խոսանք։ Ես չեմ կարողանում հասկանամ քո պահվածքի իմաստը։ Ես եմ քո մայրը, ոչ թե Աննան։ Իմ հետ պետք է խոսաս, կիսվես։ Ես քեզ միշտ հասկացել եմ։ Այսինքն այս ամեն ինչը բխում է նրանից, որ քո մայրական խանդը այնքան ուժեղ է, որ դու սենց բաներ ես անում։ Հա, ուժեղ է։ Իսկ հիմա ստոպ։ Ես եմ խոսում։ Նստի մորդ կողքը։ Լսեք, դուք գետինը չեք մտնում։ Սրա նրա մոտ ցույց տալով, որ իրար հետ լեզու չեք գտնում։ Չեք ամանչում։ Մենք միշտ լեզու ենք գտնում, մինչև այն պահը, երբ խոսքը վերաբերում է Աննա Բագրատովնային։ Ինչի՞։ Աննանով դարձավ։ Ինքը ինձ շատ հարազատ մարդ է։ Բայց ես երբեք չեմ ասել, որ գիտեք ինչ, Աննա Բագրատովնան ինձ ավելի հարազատ է, ես իրան ավելի եմ սիրում, քան քեզ, մամ։ Բայց քո արարքները հակառակն են ապացուցում։ Մամ, ես արդեն չգիտեմ ոնց վերաբերվեմ այս ամեն ինչին, իմ համար ծիծաղալու է արդեն այս խոսակցությունը։ Ես ես չեմ ճանաչում ես վերջում, չգիտեմ դուք խեք այսքան փոխվել։ Հիմա վերջին անգամ եմ ասում, ես արգելում եմ խոսել ստեղ Աննայի, Սոսի, ֆլան ֆստան դրած մասին։ Մնում էր դրանց պատճառով կոնֆլիկտ սարքեիք։ Բայց իրանք մեզ ինչ են արել, պապ։ Ոչ մի բան, չեն էլ կարող անել։ Լսեք, վերջին անգամ եմ ասում, եթե նորից ստեղծվեց հենց իրավիճակ, ես կթողնեմ կգնամ, ոնց ուզում եք ես հարցերը լուծեք, հասկացար Վիկա։ Ես ինչ անում եմ, որ… Հարց տվեցի, հասկացար Վիկա։ Հասկացա։ Հասկացար Անգելինա։
Չէ, պապ, ճիշտն ասած չեմ հասկանում։ Հասկացար, Անգելինա։ Խնդրեմ, բնդաճակատ ինքն իր ասացի։ Լուրջ եմ ասում, չգիտեմ, ինչ լեզվով խոսեմ հետը։ Օպարա։ Լետալի։ Կարելի է այստան առանց հարց ու պատասխանի գոնե զուգարան գնալ։ Չէ, չի կարելի, տակը տարա։ Պապի, Զարումար պապի։ Դու էլ հերդ էլ արա որ զանգում եմ խի հեռախոսը չեք վերցնում։ Ինչի զանգերից չեք պատասխանում։ Ես հարց եմ տալի։ Դուք ձեր գործանում եք, ես պետք է ինքնեմ ձեր հետևից մաքրեմ ձեր կեղտերը։ ինչ ա եղել։ Ոչ մի բան ցավը տանեմ, բան չի եղել։ Բետին ասեց, որ դու բաժանվել ես իրենից, հա։ Վեշերը հավաքեց գնաց։ Էշին փալան չի գալի, էս տանն էլ քեզ ու հորդ կնի չի գալի։ Ճիշտ է ասել։ Մենք բաժանվել ենք։ Դու լպերանս բացել է տալի։ Արա որ բաժանվել եք, այ գալի ես։ Չես կարա բերես տեմ նստացնես իրան։ Դու էլ գաս նստես, բացատրես, ասես, խոսես, հասկանանք։ Թե կարող է թշնամիներ ենք մենք։ Արա, նենց ոնց որ ճիշտ ես գտնում։ Գիշեք դու կարա։ Կարող ես գեշանոցում եմ։ Վերջ, պապ։ Նորա ինչ վերջ, բապ, ինչ վերջ։ Նոր չեմ դիմանալու, տնել եմ երկուսիդ գլուխն էլ ծրիվ տան։ Ինչ եք ուզում իզնից, արա։ Ինչ եք ուզում։ Հենդո շախունցի ման եք ուզում, արա։ Քեզ ամբերություն։ Ինչ ես տեսնայում։ Քեզ արկերդ չրեբերես։ Եթե պիտի սենց շարունակես հետս խոսալ, ես գնամ։ Գնա, մի հատ գլուխդ պատին խփի, սարը ջրով լվացվի, որ հասկանանք ինչ ես ասում, վերջնական պատասխան իմանանք։ Հենրի ջան։ Աչքերիդ նայում եմ մի գրամ երջանկություն չկա։ Չգիտեմ ինչ անեմ ես, ինչ անեմ mənը։ Ոնց հոգնեմ է բալիս։ Ոյ ֆայնա, հերդ շունդարնա։ Գնացիր ինձ էլ դարձիր սայցենց պմպնտա։ Կժվեք։ Տենաս երեխես դասերը բրծելա, չի բրծե։ Բրծենք մի հատ։ Չի բրծե։ Զարում ար, ձենը չլսեմ, մնատը պետացի։
Նենց մի արա Անգելինան իմանա, որ Աննայի աղջիկն է։ Իմանա, որ դու գիտեիր ու հավերժ քեզ ատի թաքցնելու համար։ Հələ որ ես կանա։ Վայ, իմ բալենա։ Պապի, Ջան բալես, ոնց ես ծավդ տանեմ, ինչ կա չկա։ ոչ մի բան, հենց նոր դասս ավարտվեց։ Լավ արիր ծավդ տանեմ, լավ արիր իմ բալա։ Ես ու պապատ նստած շապատ եմ խաղում, հենին վերևի սենյակում ա, են տան աշխատողն էլ երեխի հետ ա երևին։ Դասամիջոցին մամայի հետ էի խոսում։ Ու վերջապես ուզում եմ մի հատ պապայի հետ էլ խոսեմ, հասկանամ այդ ինչ պատմությունները։ Պապա արի աղջիկդ ուզում ա քո հետ խոսի։ Ան պապա։ Ինչ կա բալես, ոնց ես։ Պապ, կարամ իմանամ ինչա կատարվում։ Էս ինչ ձև եք մամայի հետ վարվում։ Իսկ մամատ մանրամասն ա պատմել, թե իրան ոնց հարմար է դա պատմել։ Ես ամեն ինչից շատ լավ տեղյակ եմ, պապա։ Դու ավելի լավ կլինի դասերիդ ուշադիր եղի, հա բալես։ Ես էլի դասերիս ուշադիր կլինեմ, բայց դու Հենրին պետքա մամային ուշադիր լինեք, ոչ թե թողնեիք տանից գնար ու սենց հիմար պատմությունների մեջ ընկներ, որում ինքը հաստատ մեղավոր չի։ Մի խոսքով լսի, պապ, կամ ես հիմա այստեղ ամեն ինչ թողնում եմ ու հետ կամ ես իրոք զանգելու եմ մամային ու Անգելինայի հետ կապված ամեն ինչ պատմեմ։ Հերիքու բոլ եղավ, ինչքան մամա ստանջվեց։ Յա, դու էլ անցար դավաճանների շարքը։ Է դու Հենրին եք մամային դավաճանում, իսկ ես ի տարբերություն ձեզ իրան հավատում եմ։ Ինչ ասեմ բալես, քո գործն է։ Պապի, չեմ հասկանում, ես ինչա կատարվում։ Բալես պապան ճիշտ ասում, դու դասերիդ ուշադրություն դարձրու։ Լավ, ուրեմն ես հիմա կզանգեմ ու Հենրիի հետ կխոսեմ։ Արասը թե ինչ ես դեիդ զանգել, մեն երեխին անհանգստացրել գցել մտածմունքների մեջ։ Ջան, Հեն, ինչ ես անում։ հեյ, սենյակում եմ, դու ասա, ուր ես։ Այդ կարևոր չի։ Մամայի հետ եմ խոսել։ Պարզա, ինչի ես հետս սենց չոր խոսում։ Սխալ եմ անում։ Հա, սխալ ես անում։ Մի բան էլ քիչ եմ անում, Հենրի։ Այդ ինչ ձև ես քեզ պահում։ Հասկանում ես ընդհանրապես ինչ ես անում։ Շատ լավ է երևում, որ ոչ մի բանից տեղյակ չես ֆայնա։ Ես ամեն բանից շատ լավ տեղյակ եմ, Հենրի։ Դու էլ պապան էլ ձեզ ահավոր սխալ եք պահում։ Կռվելու տրամադրություն չունեմ։ Եթե դրա համար ես զանգել, հեսա անջատելու եմ։ Ամոթ քեզ։ Լուրջ եմ ասում, ամոթ քեզ։ Ոնց կարաս դու մամային չհավատաս։ Ֆայնա ես տեսածիս եմ հավատում։ Գիտես ոնց է բախտդ բերել, որ հիմա Հայաստանում չեմ։ Թե չէ ինչ է։ Թե չէ ձեռքիցս չէիր պրծնելու։ Լավ խելոք մնա արդեն։ Այդ դու պապան մամային չեք կարող ներեք, հա։ Բա որ մաման իմացավ ճշմարտությունը, ինչ եք անելու։ Ով ավելի մեծ պատճառ ունի չներելու, Հենրի։ Մաման թե դուք։ Մտածել ես այդ մասին։ Ֆայնա ոնց որ գնացել լկստվել ես, հա։ Խելքի արի։ Գնա մամայի հետ խոսա, քանի ես չեմ կատաղել ու ամեն ինչ պատմել իրան։ Չեմ խոսալ։ Ինձ չի հետաքրքրում, խոսա ինձ զանգի։ Вообще-то սրա ջերմաստիճանին ով է ձեր տալիս իջացնում, հա։ Ինչ դնում եմ սառում արա։ Չէ, լուրջ պապ, հիմա էտա կարևոր։ Բա կարևոր է։ Դեղերս դրել եմ ստե սառել է, խմում եմ թոկաբոր բեմ ունում։ Այդ աստե Wi-Fi կա, կարամ ես հաղորդումները սրանով նայեմ, ես Wi-Fi-ին կպնեմ։ Պապի լավ էլի հիմա էտա կարևոր։ Ես զարմանում, հերու տաղա խոսքներդ մեկ է կարը չեմ հասկանում։
Հիմա ինչ ենք անելու։ Ես էի ուզում քեզ հարցնել։ Էլի ակտա եք այտա։ Հա, բեցին է խախտում արել։ Մի հատ կարմիր լույս, մի հատ էլ ոսկից։ Շա խոսում ես չոր գանգը։ Да. Բետի մի ասած ու կերակ ասա։ Պապ գնալու Անգելինային պատմի։ Հանգիստ։ Պապ, ինչա հանգիստ, դու պատկերացնում ես ինչ կլինի։ Համբերի։ Ինչ ես մտածել։ Համբերելու ձևերը։ Պապ, աղբորպես ինչ ես ասոր լարվը մեր հետևից։ Ապուշ լագոտ, բա չիմանամ ինչ եք անում, ինչ եք որոշում։ Բարատը մոտս է։ Կտրեք, անցեք։ Ապուշ լագոտ, ինչ անում ես, մարդավարի արա է։ Ինչ է իրար լաղոնիկի նման նամակներ եք իրար գրում։ Ողջույն։ Բայ Մերիկա։ Ես դուք էլի խոհանոցից դուրս եք գալիս։ Ինչ անեմ, գործն էլ սա է։ Նստի։ Ոնց եք։ Ձեծավակները։ Նորմալ, լավ ենք, ծածավակներ դուրս է եկել գործերով։ Քիչ ուշ կգա։ Դուք քեզ ինձ ասա։ Ես պանինոյով եկել եմ, որ սուրճ խմենք, ուտենք ու համել ամեն ինչ պատմեմ։ Մենակ մի հատ բարձրնամ Անգելին տեսնում նոր։ Ինչ որ խոսելու բան եկա, ժամադրել արդեն վերևում։ Դե տան խուսափելի է։ Դե գնա, ես սուրճ տնեմ, սպասեմ ձեզ։ Գնաց։ Ինչ լավ է Կարմեր։ Լուրջ եմ ասում, ամբողջ ճանապարհին Հենրիի ասածների մասին եմ մտածել։ Հիմա հասկանում ես ինչ վիճակում եմ։ Հա, հասկանում եմ։ Ու բացի այդ ամեն ինչ մի տեսակ շատ արագ է զարգանում։ Գոնե դու մի խորհուրդ տուր, ասա ինչ անեմ։ Ես ուղղակի քեզ չգիտեմ ինչ խորհուրդ տամ, որովհետև այդ ընտանիքը ոնց որ մեր ընտանիքի թշնամին լինի։ Հենրին ու Արամը ոնց որ ողերիմ թշնամիներ լինեն, ու ես չգիտեմ քեզ ինչ ասեմ։ Հենրին ուրիշ է։ Իսկ գուցե դու սիրահարված ես դրա համար է ուրիշ։ Ես իրան շատ լավ եմ ճանաչում։ Հենց ասում է պիտի միասին լինենք, աչքիս առաջ բեցին է գալիս։ Դե եթե ուզում է բաժանվի, թող բաժանվի։ Ուղղակի ես չեմ ուզում նենց տպավորություն լինի, որ դու ես դրթել իրան այդ քայլին։ Չեմ հասկանում արդեն ինչն է ճիշտ, ինչը սխալ։ Մենակ մի բան եմ հասկանում, որ բոլոր ճանապարհներն ինձ ու Հերիին դեպի իրար են բերում։ Չգիտեմ Անգել, լավ մտածի, որովհետև այս շտապողականությունը իմ դուրը չի գալիս։ Ամեն դեպքում ես չեմ ուզում, որ քո համար ավելի վատ լինի։ Ինչ կամա։ Այս երբվանից է մորը թամփուրել ամոթ բան դարձել։ Ինչի վրա ես կենտրոնանում մամ։ Շատ կարևոր բաների։ Լավ, ասա տեսնեմ ինչ կա, ինչ ա եղել։ Ճիշտ հարց տվեցիր։ Հենց այդ թեմայով էլ ուզում եմ խոսենք։ Ինչ թեմա։ Կարաս ասես ինչ եմ արել քեզ։ Այդ երբվանից եմ ես քո թշնամին դարձել։ Մամ, հիմա այս ամեն ինչի մասին այստեղ ենք խոսալու։ Ինչ թշնամի։ Երբ որ Մեղրամսից եկար, ես տանը չէի գիշերում։ Մի անգամ մտքովդ անցավ հարցնես
ուր եմ, ինչի գիշերները տուն չեմ գալիս։ Դու շատ լավ գիտես, ինչ խառը պատմությունների մեջ էինք մենք։ Չես հավատա, բայց շատ լավ չգիտեմ։ Դու քեզ նենց ես պահում, ոնց որ ես քո թշնամին եմ, քո չուզողը, իսկ պապատ երկնքից է իջել, ոտքերն էլ ամպոտ են, աչ ու ձախ օրհնություն է բաժանում։ Լարված էինք բոլորս, այդքան բան։ Ու մինչև հիմա էլ լարված ենք։ Հորդ համար է իրան հանգիստ։ Հա, ու շատ։ Իսկ մորդ մասին ինչ կասես։ Մամատ էլ է շատ վատ վիճակում։ Հələ հեռախոսդ բացի։ Ինչի համար։ Տես վերջին անգամ երբ ես ինձ զանգել։ Այսինքն եթե ես ու պապատ լավ հարաբերությունների մեջ չենք, ուրեմն պիտի չհետաքրքրվես ինձնով։ Ոնց ուզում հետս խոսում էիր։ Համբերեցի, դիմացա, բայց տենց չի կարելի չէ ամեն ինչին էլ չափ ու սահման կա։ Մամա դու էլ գիտես, որ դու սխալ ես եղել։ Ես քո հանդեպ ինչ եմ արել։ Ինչ անհարմարություն եմ քեզ պատճառել, որ թքած ունես իմ վրա։ Լավ, մամ, մի ծայրահեղացրու։ Սրանից ծայրահեղ լինում, հա։ Ոնց ուզում հետս խոսում ես։ Մի հատ ինձնով չես հետաքրքրվում։ Այդ երբանից ես սառնասիրտ դարձել։ Այդ ոնց ստացվեց, որ սենց ատում ես ինձ։ Ես քեզ չեմ ատում, հա։ Ատում ես։ Եթե ես հորդ համար վատ կին եմ եղել, քո համար հաստատ լավ մայր եմ եղել։ Կարիք չկա իմ հետ սենց վարվել։ Դու արդեն մեծ տղամարդ ես, ընտանիք ես կազմել, քեզ նենց ես պահում, ոնց որ ես աշխարհում մենակ հայր ունես, իսկ մայրդ չկա։ Խնդրում եմ մտածի ասածներիս մասին։ Ես քո թշնամին չեմ։ Լավ մտածի։ Տանը դուրը փակ բայիկ չի կարելի սենց։ Լավ, անցնենք բուն թեմային։ Այդ ինչ սպառնալիքներ ես գրել ու թողել ես սենյակում։ Հիմա այդ թեմայով ձեր հետ պիտի խոսամ, ոչ թե Հենրիի։ Հա, իմ։ Որովհետև դա իմ հարցն է, ոչ թե Հենրիի։ Եթե Հենրին իմ հետ սենց է վարվում, ուզում եմ հասկանամ ինչն է խանգարում, որ ես իր հանդեպ նույն ձև չպահեմ։ Ոչ մի բան է։ Բայց էլի եմ ասում, դու իմ հանդեպ ես վարվում սենց, ոչ թե Հենրիի, սա իմ հարցն է։ Էն էլ իմ հարցն էր։ Բա ինչի գոնե մի անգամ չմտածեցիք իմ մասին։ Հենրին ամենավերջին ստոր ձևով է վարվել ինձ հետ։ Վերջում էլ կանգնեց նայեց աչքերիս, ասեց բաժանվում ենք։ Ես ընդհանրապես ուզում եի ընտանիքս պահել։ Սենց ինձ սպառնալով։ Եթե միակ միջոցը դա է, ուրեմն հա։ Լավ։ Խնդիր չկա։ Վեր կաց։ Ինչի համար։ Գնում ենք, որ ամեն ինչ պատմես Անգելինային։ Ես ոչ միտեղ չեմ գալիս։ Լսի աղջիկ ջան, մի հատ կողմնորոշվի էլի ինչ ես ուզում։ Ձեր տանը այդքան ապրելով դրա կարողությունն էլ եմ կորցրել։ Մի հատ նախ չափավորի քեզ ու բառերդ։ Սա դեռ չափավորն է։ Հա, եթե պետք եղավ ամեն ինչ Անգելինային պատմելու եմ, ես կորցնելու ոչինչ չունեմ։ Թող Անգելինան իմանա ով է Հենրին ու այսքան ժամանակ ինչ հա թաքցրել իրանից։ Լավ ես մտածել։
Շատ։ Մի հատ էլ եմ հարց տալիս։ Լավ ես մտածել։ Մի հատ էլ եմ պատասխանում։ Հա, շատ լավ եմ մտածել։ Մտածում ես դա քո գրած թեման է, դրանով պիտի շախունցներին խեղճացնես։ Էլուր։ Բամ։ Մնա։ Բում։ Ալո։ Խնդրեմ, ասա ինչ որ պիտի ասես Անգելինային։ Ալո։ Վստահ եք, որ ուզում եք ես պատմեմ Անգելինային ճշմարտությունը։ Եթե ստեղ եմ, ուրեմն վստահ եմ։ Շատ լավ։ Անգելինա ջան, Բեծինա։ Դու պետք է իմանաս ճշմարտությունը։ Հասկացա՞ր ճշմարտություն։ Ալո, Բեցի, խոսա։ Ինչ եղավ, Անգելով էր։ Բեցին էր։ Ու ինչ ասեց, որ սենց խառնվեցիր իրար։ Անգել կլինի խոսաս։ Դες որ չի վերցնում։ Փաստորեն դու ունակ ես այսքան հեռու գնալու։ Չէ դե իմանանք էլի։ Ուրեմն իմացեք, որ պետք չի իմ հետ խաղալ։ Հարկ եղած դեպքում բոլոր խաղաքարտերը կդնեմ սեղանին։ Ես կորցնելու ոչինչ չունեմ։ Քեզ թվում է ես կորցնելու բան ունեմ։ Չէ, Ազիզ ջան։ Սխալ մարդու հետ ես կոնֆլիկտի մեջ մտել։ Ինչ էր էս ամեն ինչը։ Հն Անգել, ինչ ճշմարտության մասին է խոսքը։ Չգիտեմ, մեր ինձ էլ այդ հարցը տանջում ու ես արդեն կգժվեմ։ Իսկ կլինի ուղակի հանգստանաս։ Կարող եմ հա զանգես Հենրիին։ Ճիշտ ես։ Հենրի, կարաս ասես ինչա կատարվում։ Երևի լավ բան է կատարվում, որ ինձ հիշել ես։ Հենրի պապատ էր զանգել։ Քեզ։ Հա, զանգել էր, հեռախոսն էլ տվել էր Բեցին։ Ինչի համար։ Ինչ որ ճշմարտություն էր ուզում ասել, հետո հեռախոսն անջատեցին։ Հիմա էլ զանգում եմ, չի պատասխանում զանգերիս։ Գոնե դուք ասես ինչ ճշմարտության մասին են խոսում իրանք։ Երևի լավ խմած հարբած են եղել, որ քեզ են զանգել, լուրջ մի ընդունի Անգել։ Այսինքն լուրջ չընդունեմ։ Ոնց կարամ ես տենց բանը լուրջ չընդունեմ, Հենրի։ Հենց այտենց։ Պապայի ու Բեցի տանդեմը արդեն անլուրջ է, ուր մնաց ինչ որ իրականություն։ Երբ որ ամեն ինչ բարձվի, դու ափսոսելու ես այս խոսքերիդ համար, բայց արդեն ուշ կլինի։ Ավելի լավ է քեզ միտեղ կորցրու էլի։ Ու ոնց ես այսքանից հետո քո երեխեքի աչքերին նայելու։ Միքայել! Ես ուզում եմ երեխուն տանեմ, Միքայել! Հենրի, խնդրում եմ քեզ, գոնե դու ինձ այս վիճակում մենակ մի թող։ Ես ուզում եմ Դավիթին տանեմ, Հենրի։ Բացի դուռը։ Միքայել, խնդրում եմ ինձ տուր երեխուն։ Խնդրում եմ քեզ։ Խնդրում եմ քեզ։
Հա, Աննա Բագրատովնա։ Զանգել եմ իմանամ ոնց է երեխեն։ Լավ է, շատ լավ է, դուք ոնց եք։ Իսկ դու ոնց ես կարծում։ Ոնց պետք է իրանց գային մայրում մի քանի ամսեկան երեխուն խլել են իրա ձեռքից։ Լավ ես, չէ։ Լավ ես քեզ զգում շախունցների տանը։ Ինչ նկատի ունեք Աննա Բագրատովնա։ Ես ուղակի իմ աշխատանքն եմ կատարում, երեխային եմ խնամում, նրա մասին հոգ եմ տանում։ Երեխու մասին, թե ավելի շատ պապայի մասին։ Աննա Բագրատովնա, դուք ինձ արդեն վիրավորում եք, ես ինձ շատ վատ եմ զգում։ Մի խոսքով, ինչ ուզում եք արեք, ինձ չի հետաքրքրում։ Զանգել եմ, խնդրեմ, որ երեխուն լավ նայես։ Ես գիտեմ, որ դու ինձ համար ժամանակ գտնես սերս։ Հանգստացի, քեզնից շատ երկար ժամանակ չեմ խլի ու չեմ հոգնեցնի։ Դու գոնե մի կաթիլ ինքնասիրություն ունես։ Երևակայության ձոր մի տուր։ Չեմ եկել քեզնից սեր մուրամ։ Այդ դեպքում ինչի ես եկել։ Եկել եմ քեզ երջանկացնել։ Բանա փոխվել։ Այսինքն Տարիներով իրար հետ ապրում ենք, չէի երջանկացնում։ Հիմա ինչ ես որոշել ինձ երջանկացնես։ Եթե թողնեիր, երջանկացնեի, ասեմ ավելին, ինքս էլ երջանիկ կլինեի, որովհետև այնպես չի, որ ես քո կողքին երջանիկ կին եմ եղել։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Հիմա ուզում եմ, որ բաժանվենք ու երկուսս էլ առանձին երջանիկ լինենք։ Դա նկատի ունես։ Էտա քո կողմից ինձ երջանկացնելու ծրագիրը։ Բայց ամեն ինչ իր գինն ունի։ Մի անհանգստացի, դատարկ գրպանով չես գնա։ Հանգստացի, ես չեմ եկել քեզնից ողորմություն խնդրելու։ Ես ուզում եմ ինքս տեր լինեմ իմ ունեցվածքին։ Նկատի ունես իմ ունեցվածքին։ Չէ, այն ամեն ինչին, ինչը որ իմ անունով է։ Վերջացրիր, կարամ շարունակեմ։ Ուզում եմ ինքս ղեկավարել ինձ պատկանող բոլոր բիզնեսները։ Դու կյանքումդ մի դրամ փող աշխատած չկաս։ Եթե ես չստանամ իմ անունով բոլոր բիզնեսները, ուրեմն դու ապահարզան չես ստանա։ Դա էլ իմ պահանջն է։ Բայց չեմ գնալու հորս տուն, ապրելու եմ քեզ հետ, նույն անկողնում։ Բարոյական ու տրամաբանական։ Ասում էի, չէ, որ շատ ժամանակ չեմ խլի քեզնից սերս։ Վայ, պապա, վայ։ Դու ինչ ես խառնվել գործերից, ինչ ես գնացել Բեցիի մոտ։ Ես քեզ չեմ հասկանում, քանի կար Անգելինայի դեմ էիր պայքարում, հիմա էլ ամեն ինչ անում ես, որ Անգելինային հասնելու ճանապարհին խոչընդոտներ չլինեն։ Հետո ինչ եղավ, սուրճը սառեց։ Դե որ Անգելին տարօրինակ զանգեր չկար, ավելի շուտ կգայինք։ Ինչ զանգեր։ Միքայել շախունցներ զանգել, հետո էլ Բեցին վերցրեց ու անջատեցին։ Ինչ էին ուզում քեզանից։ Ինչ որ ճշմարտություն էին ուզում ասեն, անել անջատեցին հեռախոսը։ Ստացում։ Ինչ եղավ տիկին Վիկտորիա։ Մամ լավ չես։ Չէ, ոչինչ, նորմալ է, ուղղակի գլուխս պտտվեց։ Բասի ճաշումդ բերեմ չափեմ։ Հա, դու բեր չափի, ես էլ ջուր բերեմ։ Շուտով ճշմարտությունը կբացահայտվի։ Ես ու ավակն էլ անզոր ենք այլևս պայքարելու։
Ամեն բան մեր վերահսկողությունից դուրս է եկել։ Ավակ այս մասին շատ շտապ պետք է իմանա։ Հանի երեխուն տնից։ Ձեզ չհասկաց Աննա Բագրատովնա։ Ինչ կա չհասկանալու, ասում եմ երեխուն տնից հանի, ես տեղ եմ տան մոտ եմ։ Ինձ կներեք Աննա Բագրատովնա, բայց չեմ կարող։ Այսինքն, ի՞նչն է քեզ խանգարում, որ հիմա երեխու հետ տնից դուրս գաս։ Աննա Բագրատովնա, դուք շատ լավ գիտեք, որ ձեզ թույլ չեն տալիս երեխային տեսնել։ Էդ ով թույլ չի տալիս։ Շախունցները։ Եթե մոռացել ես, հիշացնեմ, քեզ աշխատանքի շախունցները չեն ընդունել, ես եմ ընդունել։ Ու դու հիմա ինչ չես թողնում, որ ես երեխուս տեսնեմ։ Ես շատ փոքր մարդ եմ, որ ձեզ խանգար եմ, Աննա Բագրատովնա։ Ես անում եմ այն, ինչ ինձ հրամայել են։ Դե եթե դու սովոր ես, որ քո հետ հրամաններով խոսեն, ուրեմն ես էլ եմ քո հետ հրամաններով խոսում։ Հենց հիմա երեխուն վերցնում ես ու տնից դուրս ես գալիս, ես պիտի տեսնեմ երեխուս։ Դե եթե մենակ ուզում եք տեսնել, հեսա դուրս կգանք։ Սպասում եմ։ Փաստորեն դու սենց վտանգավոր դեմք ես։ Չէ, վտանգավոր չեմ։ Ուղղակի կորցնելու ոչինչ չունեմ։ Ինձ ոչ մի բան հետ չի պահում։ Ավելի վատ քեզ համար։ Գնացեք էլի։ Ես թույլ չեմ տա, որ դու մի վայրկյան ավել Հենրիի հետ լինես։ Դուք չգիտեք ձեր որդուց ինչ եք ուզում։ Դուք ինձնից լավը չեք։ Մի հատ լեզուդ քեզ պահի ու բառերը չափավորի։